Հիմա ինչ որ Տրամպը ասում, Ալիև ասում, Էրդողանն ասում, Փաշինյանն ասում, դա 9-րդ կետն է։ Այս ճանապարհով են գնում։ Անունը կարակ դերեք տրիպ, անունը կարակ չգիտեմ, դերեք X, Y կետի կարևոր չէ։ Նայեք, այս մի շաբաթ առաջ կամ 10 օր առաջ եղել է թուրքերի կազմակերպությունը, թուրք ազգերի ինչ որ բան։ Համաժողով։ Դրանք էլ Միջանցքի մասին են ասում։ Ադրբեջանում անցկացրած դրա մասին է խոսքը։ Ասում են Միջանցքի մասին, չէ՞, նայեք։ Դուք լսել եք, որ մեր արտաքին գործերի նախարար մի հատ ինչ որ դեմ ասի։ Այդ ինչ եք ասում։ Եվ վարչապետն ասում է, թող իրենց տարածքում ինչ ուզում են ասեն։ Մեր տարածքում դա Զանգեզուրի Միջանցք չի։ Չէ, ես Նիկոլ Փաշինյան չեմ, ախր ես չեմ կարող ասենց անորմալ բաներ ասեմ։ Ես ասում եմ թուրք ազգի, իրանց տարածքում, սեփական տարածքում ոնց կարող է լինել Միջանցքը։ Խոսք օրինակ ինքի Զանգիլանից մինչև Հորադիս ճանապարհը դնում մտնում է խոսք օրինակ Պարսկաստան, ոնց կարող է իրանց սեփական տարածքում Միջանցքը։ Միջանցքը դա նշանակում է դու ուրիշ երկրում տարածք ես բացում ու անունը դնում ես Միջանցք։ Եկեք բան չանենք ինչ որ Նիկոլ Փաշինյան ասում է, դա ես գժվելու եմ արդեն։ Ուրեմն ամբողջ այդ պետությունները ասում են, որ Միջանցք։ Մեր արտաքին գործերի նախարարությունը պիտի ասի, այդ ինչ եք ասում։ Դեսպաներին կանչի։ Դա բան, մեր սուվերեն տարածքն է, դուք իրավունք չունեք Միջանցքը բառը օգտագործեք։ Ես մի անգամ զգուշացել եմ ուզբեկներին։ Ասում դուք լիքը Տաջիկստանի խնդրեմ ունեք, Սամարկանդում, Բուխարայում, Կականդում, Նամանգանում։ Սկսելու եք խոսալ, ձեր բերաները բացելու եք Միջանցքի մասին։ Ես այդ հարցը կբարձրացնեմ ձեր Միջանցքի հետ կապված, Սամարկանդի հետ կապված, շատ ցավալի է ելնելու ձեր համար։ Բերաները փակեք մեստեք տեղում։ Լսել եք որ մեր արտաքին գործերի նախարարությունը բերանի բացի չէ, ես էլ չեմ լսել։ Հիմա քանի որ այդ Էրդողանը, Ալիևը ասում են Միջանցք, լավ, խոսք օրինակ վերցնենք Ալիևը իրան տարածքում ասում է Միջանցք։ Բա Թուրքիան ու Միջանցքի մասին է խոսում, որ ասում է Միջանցք։ Այդ ոնց հասկանանք։ Բայց ոնց հասկանանք իրանց բարձր աստիճանի մարդիկ, որ քաղաքական գործիչներ, նախարարներ ասում են հույսով, որ շատ շուտով Թուրքիան եւ Ադրբեջան սահման չի ունենալու։ Ում նկատի ունեն։ Կարող Ուզբեկիստանին։ Իհարկե Հայաստանի մասին եմ խոսում։ Այսինքն Նիկոլ Փաշինյան ինչ կանել ուզում է աչքերի փագի, ադյալով իրան գլուխը ցածկի, չէ, մեր մասին չէ խոսում, չէ, պարոն վարչապետ, հենց Հայաստանի մասին են խոսում դրանք։ Դրա համար ես ասում եմ, մենք պիտի շատ զգուշ լինենք, ասում եմ, դա 9-րդ կետն է։ Նկատի ունեք Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը 9-րդ կետն են իրականացնում։ Փաշինյանը չգիտեմ, Պուտինը, Ալիևը, Էրդողանը հաստատ առաջ են դնում։ Տրամփը որտեղ է մնում այստեղ։ Տրամփը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի ատամներով պահի։ Այսինքն դա Պուտինի հետ համաձայնեցված գործողություն է ձեզ։ Այո։ Տրամփը կատարում է Ռուսաստանի Չեք տենում, Ուկրաինային ոնց է ստիպում։ Խոսում է, ասում է այն օրը, գալիս այն օրը, որ պիտի արդեն Ուկրաինային զենք զինամթերք տան, ասում է, չէ, մեզ էլ է պետք։ Հասկանում եք։ Դա ոնց հասկանանք։ Արդեն վերջ օրն է, չէ, այսօր Զելենսկին գալիս է միացյալ նահանգներ, արդեն դեղ է։ Վաղուց արդեն դեղ են։ Հենց գալիս այնտեղ ասում է մեզ էլ է պետք։ Արդեն որովհետև ստիպված, նայեք ես ասում Զելենսկին ինչ համար են բերել։ Զելենսկի չի իմացել, որ զանգելու են Պուտինին։ Որ ասեն արիստեղ ես զանգեմ Պուտինի հետ խոսում հետո քո հետ քննարկեմ, հաստատ Մակրոն էլ կգա, մեծ էլ կգա, Գերմանիան կանցլերը, որ Զելենսկի մինակ չմնա։ Դրանք ասում են իբրև արիստեղ զենք զինամթերքի մասին խոսանք, որ Մակրոնը ու Գերմանիայի կանցլերը չհասկանա ինչա կատարում, որ չկան պաշտպանեն Զելենսկուն։ Ամերիկացիները իրան քաշում են, տանում են միասյալ նահանգներ, հիմա ստիպելու են դեղ ինչ որ պետք է ասելու, բայց իմ կարծիքով ոչ մի բան չանցնելու։ Զելենսկի հաստատ ասելով է չէ, որովհետև գիտի որ Ֆրանսիան եւ Գերմանիան մեր կետիվից կանգնած են։ Բայց Տրամպը ամեն ինչ անում է, որ աջակցում է Պուտինին։ Այդ առաջ։ Երկրորդը
Ստեղ հետաքրքիր ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա քան Ստեղ հետաքրքիր է ինչ որ ասում է Էրդողանը, Ալիևը, Պուտինը։ Իրանց դրանք այդ թեման չեն փակել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է Միջանսկի թեման չկա, ասում ենք։ այսինքն, չէ, ասելու քիչ բան։ Միջանսկ չկա։ Ես էլ կարամ ասել, բավական թողնում եմ կոսմոս։ То իրանց ստորագրությունը ամսի 9-ից հետ կա։ Այո։ Այն ժամանակ ասենք, Նիկոլ, օքեյ, հավատում ենք, քանի որ նայենք, դեռ գրածա, չէ, Միջանսկը բառը չկա, չէ, բայց Միջանսկը նշած է։ Եթե դեռ գրածա, որ մտնում են իրավիճակության տակ վերցնում է Ռուսաստանը սահմանապահ զորքեր, ՖՍԲ-ի սահմանապահ զորքերը գալիս մտնում են ու վերցում այդ ամբողջը կոնտրոլի տակ Հայաստանը դեռ գոյություն չունի, դա Միջանսկն է։ Դու կարող բառը Միջանսկը չնշեք, բայց դա Միջանսկը, ում ուզում են էշի տեղ դնեն մեզ, ու չի ստացվելու։ Դրա համար ես ասում, եթե Փաշինյանը ասում է Միջանսկը չէ, 9 կետից 8 կետ ինչ որ կապված է եղել Հայաստանի հետ, ոչ մի բան արված չի։ Չէ, ինչ որ եղել է, մենք անենք։ Հայաստանը ոչ թե արեց, այլ նիկոնել ավել է։ Մենք արել ենք։ Ավել են արել։ Իրան վրա է վերցրել։ Ինչ որ կապված պատասխանատվություն ինչ որ վերցրել է Ռուսաստանը եւ Ադրբեջան, ոչ մի բան չեն արել, այդ առաջինը։ Միջանսկը չի մնացել, Լաչինի Միջանսկը որ ասել են։ Էթնիկ զտումներ ա եղել, Արցախից 120,000 մարդ դուրս է եկել Արցախից, այսինքն մնացած կետերը խախտումներով գնացել։ Փաշինյան պիտի ասի, տղերք, ինչ որ կապված է եղել Հայաստանից, ես արել եմ իմ փայը։ Դուք չեք ապահովել ոչ մի բան։ Աջակցություն, ստեյսություն, բարի ճանապարհ։ Իմ ստորագրությունը հետ եմ քաշում։ Այն ժամանակ ասենք ապրես, մարադես քեզ։ Բայց այն ինչ որ արվում է, դա 9-րդ կետն է։ Մանավանդ որ վարչապետը գնում է Թուրքիան ասում է, Տուրանը վտանգավոր բան չի։ Ասում է, վիշապի օրինակ է բերում, գլուխակտում, ասում է դու էլ ջուր խմի։ Ռամիզ Մեխտիևին, Ռուբեն Վարդանյանին։ Դրանք միասին չէ, պրոստը անուններ եմ տալիս։ Արայք Արությունյան, Դավիթ Բաբայան, Բագո Սահակյան, Արայալի Գուկասյանին հանձնել են Ռուսաստան։ Ինձ եթե մեկը կարա ապացուցի, կամ գիտի ինձ համոզի, որ Ռուսաստանը որ ուզենա իրանց հանի չի կարա հանի, ես պիտի էշ չնեմ, որ հավատամ։ Մանավանդ ես ասեմ սենց։ Ռուբեն Վարդանյանը որ պլանավորվել է ոնց պիտի դուրս գա ինձ մարշրուտով, մի քանի օր առաջ մինչև այդ մենք խոսացել ենք հեռախոսով, ես դաժե ասել եմ ինձ հեռախոսով ոչ մի բան մի ասա։ Դե գիտեք մի 10,000 ավտոյով դուրս են գալի, չէ՞, ժողովուրդ։ Հենց գալիս են այն ավտոյի մեջ, որտեղ եղել է նստած Ռուբեն Վարդանյանը։ Ոչ մեկը չի բացել, ինչ ավտոյով է գնում, որտեղից դուրս է գալիս, ժամի քանիսը որտեղից գալիս մտնում է։ Իրան հետևել են հենց դեղ ներսում։ Հենց ներսում են հետևել իրան։ Ովքեր։ Ռուսաստանը։ Ռուսները։ Բանը իրանց խաղաղապահ զորքերի մեջ հակահետախուզություն ա եղել, դրանք են հետևել։ Հատուկ ծառայություններ մեջը կա միշտ, ավտանգությունն են ապահովում։ Դրանք են հետևել, դրանք են հանձնել։ Հիմա Ռուսաստանը ոնց աշխատում։ Հայաստանում։ Դրանք հանդիպում են ամբողջ պրորուսական ուժերի հետ։ Այդ դանդալոշներ վստահելով որ իրոք Ռուսաստանը գիտեք չէ՞ ոնց աշխատում, գնում են Մոսկվա, մի հատ հավաքարանի հետ Կրեմլին հանդիպում են, հավաքարանի հետ։ Այդ հավաքարանը ասում է դուք եք։ Մենք ձեր հետ ենք, կօգնենք։ Եկեք պատմեք ինչ պլաններ ունեք, ոնց եք անելու։ Հիմա Ռուսաստանը ամբողջ այդ ինֆորմացիան հավաքում է։ Ու ինչ անում։ Տալիս է Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեմ, անձամբ Նիկոլին են տալիս դա հատուկ ծառայություններին, բայց Ռուսաստանը հանձնում է այդ ինֆորմացիան ստեղ։ Ինչ խաղ է փաստորեն, ինչ խաղաց է։ Դա խաղ չի, իրաց պետքա, նայեք, դա ես թևերով եմ ասում։ Այսինքն միտեղ տեղեկությունները հավաքեց տվեց Ալիևին, միտեղ տեղեկությունները հավաքեց տվեց Փաշինյանը մնա 26 թվում։
այդ իրանց պետք է, չի նշանակում մեր ազգի համար է պետք։ Նայեք ինչու համար են ես չեմ կարող ասում ում են տալիս այդ ինֆորմացիա, ում միջոցով են փոխանցում, բայց մի քանի բաներ արդեն գիտեմ ում միջոցով ինչ ինֆորմացիա տալիս են։ Պրոստը ուղղակի ես ուզում եմ դիմեմ այդ պրոռուսական ուժերին։ Այ որ ցես փալազը նման օգտագործում են։ Եկեք չվիրավորենք, ամեն դեպքում մենք հա, նկատի ունեմ ավելի կոռեկտ բան։ Նայեք, ես չեմ ասում փալազ, ասում դրանք փորձում են ցես օգտագործել փալազը նման։ Այդ է, բա որ գալիս ես իրանց հետ հանդիպում ես հեքիաթներ ես պատում, սենց ենք անելու, նենց ենք անելու, եկեղեցու ձգել են կաղության դաշտի մեջ, էս ենք անում, են ենք անում, դրանք ասում են հավաքում են, ուղարկում են ստեղ, ինչու համար, դրանք մնան, դուք էլ ռուսների հաշվարկով տենց է, 30-35% պիտի ընդունություն լինի, մնաց չէ, այսինքն պրոռուսական թևը պիտի լինի այնտեղ, բայց չկան իշխանությունը վերցնեն, արդեն երկար ճանապարհ են անցել ռուսների ստեղ, ոչ թե այս օպոզիցիայի հետ։ Այդ առաջինը տվյալներ կա։ Ես հիմա չեմ ուզում ասեմ այն մարդուն, որ Ռուսաստանը հատուկ ծառայությունում գործից հանել են, մի հատ մարդ էլ կա նախագահ շադակազմից են հանել, դրանք կապված են եղել։ Այդ մեխանիզմը ոնց է աշխատել։ Խոսքը օրինակ ինդուբությունը ստանում աստեղ, ես պրոստը թիվ եմ ասում, հոտից բռնած։ Ես համակարգի մասին եմ ասում։ Տալիս են խոսքինակ $1 միլիոն։ Թե Նիկոլ Փաշինյանն ասում է աշխատավարձ եք ստանում կոնկրետ գործողությունների համար դրսից։ Ես ասում եմ։ Նայեք, խոսքի օրինակ $1 միլիոն տալիս են։ Որովհետև մեկից 80% դու պիտի հետ տաս։ Այսինքն գալիս է մի հատ մարդ Ռուսաստանից, հատուկ ծառայությունից կամ նախագահ շադակազմից։ Խոսում է ձեր հետ, դուք ասում եք սենց եմ անելու, նենց եմ անելու։ Ինքը ցես տալիս է խոսքի օրինակ $1 միլիոն ռուբլի, խոսքի օրինակ։ Որովհետև մեկից 80% իրան հետ եք տալիս։ Իրան գրպանի համար։ Ինքը ասում է աչոտ ես անում, իբրև մի բան ես անում, մենք փոխանցում ենք իբրև գործ ես անում, մնացածը ուզում ես ծախսի։ Հավաքում են հանդիպում են բոլորի հետ, ինֆորմացիա են հավաքում, հետո հանձնում են ստեղ։ Այ ես ես ասում, այ որ ձեզ էշի տեղ չդնեն, ես սաղին ասում եմ, դարմեն, սաղ այդ դրոշներ, ինչ կան, դրոշներ կա, Եվրոպայի դրոշը, շպրտում եք, Միացյալ Նահանգների դրոշը, շպրտում եք, ռուսականը դրոշը, շպրտում եք, գալիս կանում եք մի հատ հայկական դրոշի ներքո։ Так,